Վերջերս եմ ամուսնալուծվել։ Շատերը մեր շրջապատում կմտածեն, թե հերթական հարաբերությունների պատմությունն է էլի, երևի չստացվեց։ Բայց իրականում ամեն ինչ այդքան էլ պարզ չէ։ Ես գեյ եմ, ում ծնողները հասարակությունը ստիպեցին ամուսնանալ։ Ես վաղուց գիտեի ու հասկացել էի, որ ես գեյ եմ։ Բայց նաև գիտեի, որ չեմ կարող բաց խոսել դրա մասին, չեմ կարող բոլորին ասել դրա մասին։ Ընտանիք, հասարակություն, սպասելիքներ։ Մի պահ ես մտածեցի, գուցե կարող եմ ապրել այնպես, ինչպես պարտադրում են, և ես ամուսնացա։ Մենք երեխա ունեցանք։ Ես փորձեցի լինել այն ամուսինը, որը արդարացնում է բոլորի սպասելիքները։ Բայց կա մի բան, որը հնարավոր չէ երկար ժամանակ անտեսել՝ ինքդ քեզ ու քո ցանկությունները։ Ես շատ էի սիրում կնոջս, երեխայիս, բայց ժամանակի ընթացքում ներսիս կոնֆլիկտը ավելի էր մեծանում։ Ես փորձում էի լռեցնել այն, անտեսել, բայց դա չէր ստացվում։ Եվ ամենացավալին այն էր, որ այդ լռությունը վնասում էր ոչ միայն ինձ, այն վնասում էր նաև իմ ընտանիքին։ Եվ մի օր մենք հասկացանք, որ այլևս չենք կարող շարունակել։ Մենք բաժանվեցինք։ Դա ծանր էր բոլորիս համար, բայց գուցե դա միակ ճիշտ որոշումն էր։ Ես հաճախ մտածում եմ, եթե ինձ չստիպեին ամուսնանալ, գուցե այս ամենը այլ կերպ լիներ։ Գուցե ոչ ոք այսքան ցավ չէր զգա։ Ես լռում եմ, որովհետև ապրում եմ մի երկրում, որտեղ անվտանգ չէ բաց խոսել քո սեռական կողմնորոշման մասին։ Բայց նաև ուրախ եմ, որ վերջապես ես ընտրեցի ինձ, այնպիսին, ինչպիսին ես կամ, և հիմա ապրում եմ իմ կյանքով։